Դուք բոլորդ էլ կամա թե ակամա հարցեր ունեք։ Հոգևորականներն այստեղ են։ Միթե հոգևորականները զբաղվում են քաղաքականությամբ։ Այո, զբաղվում են։ Զբաղվում են ոգու քաղաքականությամբ։ Զբաղվում են այն քաղաքականությամբ, որը միտված է մեր ոգու, ազգային հոգու արժեքները պահելու, դրանք վերարծարծելու համար։ Այո, հոգևորականները զբաղվում են քաղաքականությամբ, հոգևորականները զբաղվում են քաղաքականությամբ, որովհետև Աստծո արքայությունը այս օրհնյալ երկրի վրա հաստատվում է միայն մեր ազգային ոգու վերարծարծումից եւ հաստատումից հետո։ Ես ձեզ չեմ եկել համոզելու։ Սովորաբար իմ եւ մնացած բոլոր իմ հոգևոր հայրերի ու եղբայրների տեղը սուրբ խորաններն են։ Եկեղեցու սրբազան խորանն է։ Բայց ես ձեր նման մեղավոր, պարզ մի մարդ եմ։ Ես էլ ձեր նման ամեն անգամ անում եմ քայլեր, որոնք այդքան էլ արդար եւ սուրբ չեն։ Բայց ես եկել եմ ձեզ հետ կիսվելու։ Ես եկել եմ իմ խղճին ու սրտին խոսող արժեքներով ձեզ հետ կիսվելու։ Որովհետև այդ արժեքները, այդ սկզբունքները իբրև հայ տղամարդ ինձ ստիպում են, որ ես չլռեմ։ Ինձ ստիպում են, որ ես խոսեմ մեր բանտարկված 3 սրբազանների, Բագրատ, Միքայել եւ Մկրտիչ սրբազանների, Տեր Գարեգին քահանայի, նրանց այդ բանտարկված բոլոր մեր քույրերի եւ եղբայրների, մեր ազգի եւ եկեղեցու նվիրյալ զավակի Սամվել Կարապետյանի եւ բոլոր քաղաքբանտարկյալների մասին։